Կառավարությունը չզեկուցվող հարցերի փաթեթում այսօր հավանության է արժանացրել 2025 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը, որին անդրադարձավ նիստը վարող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Սահմանադրության 156-րդ հոդվածի համաձայն այս շաբաթ այն ուղարկելու ենք ազգային ժողով։ Մհեր Գրիգորյանը կառավարության անդամներին խնդրեց, որ այսօր ծանոթանան վերջնական տեքստին եւ եթե կլինեն հարցեր, որոնք ցանկալի կլինի ներառվեն զեկույցում, ապա նշված տիպի հարցերը ներկայացրեք իմ գրասենյակ, մենք կփորձենք դա զետեղել հարակից ելույթներում։ Այս զեկույցին Լեհաստանից անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացնելով դրա նախաբանն ու մի քանի կարևոր կետեր եւ այսպես նախաբանը 2025 թվականը Հայաստանի անկախությունից ի վեր առաջին օրացուցային տարին է, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև փոխհրաձգության հետևանքով զոհեր կամ վիրավորներ չեն եղել։ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև 2025 թվականի օգոստոսի 8-ին խաղաղություն է հաստատվել։ Փաշինյանի խոսքով 2025 թվականը անկախությունից ի վեր առաջին տարին է, երբ Հայաստանից մեր քաղաքացիների արտագաղթը վերափոխվել է ներգաղթով, արձանագրվել է բարձր տնտեսական աճ 7.2%, ինչի արդյունքում 2021-ից 25 թվականներին ՀՆԱ-ի միջին տարեկան աճը կազմել է 7.9%։ Հիշեցնեմ, որ մենք խոստացել էինք տարեկան միջինում 7% տնտեսական աճ։ Հաջորդ նրբությունը, որի վրա ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել, հետևյալն է, որ 2025 թվականին պետական բյուջեի եկամուտները 2017 թվականի համեմատ ավելացել են 135%-ով, այսինքն կրկնակի ավելացել են +35%։ Վարչապետի խոսքով բնական հարց կծագի, թե ուր են այդ եկամուտները, ինչ են եղել։ Եղել է հետևյալը, Հայաստանի Հանրապետությունում այսօր կան 700,000 դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչներ, Հայաստանի Հանրապետությունում կան 700,000 եւ ավելի դրամ ստացող զինվորներ, առողջապահության ֆինանսավորումն է էականորեն ավելացել, կրթության ֆինանսավորումը, գիտության ֆինանսավորումը, գիտության ոլորտում ընդհանուր մինչև 300%-ի աշխատավարձերի ավելացում է տեղի ունեցել։ Կառավարության նիստի զեկուցվող առաջին հարցը վերաբերում էր ակադեմիական քաղաքի զարգացման հայեցակարգին։ Նախարար Ժաննա Անդրեասյանը հիշեցրեց, որ 2023 թվականի հոկտեմբերի 19-ին հաստատվել էր ակադեմիական քաղաքի զարգացման հայեցակարգը եւ դա պարունակում էր ակադեմիական քաղաք ծրագրի շուրջ նախնական պատկերացումներն ու տեսլականը, ապա մեծ ծավալի աշխատանք է արվել, դրանից հետո ընկած ժամանակահատվածում։ Եվ այժմ գտնվում ենք մի փուլում, երբ որ կատարված աշխատանքը ամբողջությամբ հնարավոր է դարձնում հայեցակարգը հաստատել լրամշակված խմբագրությամբ, շատ ավելի հստակ եւ տեսանելի դարձնելով մեր առաջիկա անելիքները։ Նախարարը ներկայացրեց նաև վերջին 1 տարվա ընթացքում կատարված աշխատանքները, որոնց հիման վրա հայեցակարգն ամբողջությամբ վերանայվել է, եւ այժմ ներկայացված նախագծով սահմանվում են ակադեմիական քաղաքի տեսլականը, առաքելությունը, հիմնարար սկզբունքները, թիրախները, ծրագրի կառավարման նկարագիրը, կազմակերպական կառուցվածքը եւ կլաստերների ընդհանուր մոդելն ու նկարագրերը, տեղադիրքը, ենթակառուցվածքներն ու տարածքի զարգացման սկզբունքները։ Բուն շինարարական աշխատանքները նախատեսում ենք մեկնարկել 2027 թվականից հետևյալ աշխատանքների իրականացմամբ առաջին փուլում կկառուցվեն մինչև 4250 ուսանողների հյուրընկալելու տարողություն ունեցող ուսանողական կացարաններ, կմեկնարկեն եւ կիրականացվեն նաեւ հանրային նշանակության մշակութային բազմաֆունկցիոնալ համերգասրահի համաժողովների կենտրոնի կառուցումը, որի ընդհանուր ծավալը պլանավորված է ավելի քան 74000 քառակուսի մետր, ավելի քան 628,000 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով տեխնոլոգիական կլաստերի կառուցումը իր կրթական, հետազոտական եւ ճարտարագիտական ենթակառուցվածքներով։ Ապա ներկայացվեց հաջորդ նախագիծը, ըստ այդմ ֆինանսների նախարարությունն առաջարկում է սահմանել հայտարարագրման ոչ ենթակա նվազեցվող եկամուտների տեսակներ եւ շեմեր։ Հիշեցնենք, մինչ այս սահմանվել էր, որ հայտարարագրման ենթակա չեն ընտանիքի անդամներից ստացվող չհարկվող եկամուտները։ Սահմանվել էր նաեւ այն, որ հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող ֆիզիկական անձի ընտանիքի անդամներ են համարվում նրա ամուսինը, ծնողները, քույրերը, եղբայրները, զավակները, պապերը, տատերը եւ թոռները։ Ըստ այդմ այս նոր նախագծով հետեւյալն է առաջարկվում։ Հայտարարագրման ենթակա չեն ստացվող վարկերի գումարները առանց գումարային սահմանափակման, ընտանիքի անդամ չհամարվող ֆիզիկական անձանցից մինչև 1 միլիոն դրամը միանվագ ստացվող փոխառությունների գումարները,
Ոչ առևտրային կազմակերպություններից միանվագ մինչև 1 միլիոն դրամը ներառյալ անհատուց ստացվող ակտիվները, ժառանգության և նվիրատվության կարգով ընտանիքի անդամ չհամարվող ֆիզիկական անձանցից միանվագ մինչև 1 միլիոն դրամ արժեքով ստացվող գույքը և դրամական միջոցները և այլն։ Վահե Հովհաննիսյանը նաև նշեց, որ այս տարվանից սկսած թոշակառուները եւս պետք է հայտարարագիր լրացնեն, ներկայացնելով 2025-ի տվյալները, եւ եթե դրանք հավելելու կարիք չկա, ապա դա կլրացվի ինքնաշխատ։ Հաջորդ թիվ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն էլ տեղեկացրեց, որ կենսաթոշակ ստանալու համար բանկային քարտ չունեցողներին մինչև ապրիլի 1-ը քարտը կառաքվի սուրանդակային առաքմամբ։ Նշեց նաև, որ առավոտվա դրությամբ անկանխիկի համակարգ չտեղափոխված քաղաքացիների թիվը 15000 է։ Տիգրան Հովակիմյան, Հորիզոն։